Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգային կարևոր հարցեր։ Նախորդին Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ին արձակած վճռին եւ այդ գործում իր մասնակցությանն ու իր դերակատարությանը նա հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր որոշումները կապված մարտի 1-ի հետ իրեն Քոչարյանին չեն առնչվում մեկ պարզ պատճառով 2018 թվականից հետո պետությունը այդ գործերի քննման ժամանակ չի պաշտպանվել։ Նշվում է, որ 2018 թվականից հետո մարտի 1-ի բոլոր գործերով Հայաստանը պարտվելու է, ասել է Քոչարյանը, քանի որ Հայաստանը չի պաշտպանվում եւ չի ներկայացնում ոչինչ։ Ավելի քան 7 տարի գործադիր իշխանությունը եւ քննչական մարմինները ենթակա են վարչապետին, բացահայտեք, ասում է Քոչարյանը, հենց առաջին դատական նիստին իմ փաստաբանները պնդում էին, բացահայտեք, սխալ ուղղությամբ եք գնում, չեն բացահայտում։ Ես մարտի 1-ից հետո, ասում է Քոչարյանը, պաշտոնում եմ եղել 1 ամիս 8 օր, հետևաբար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ինձ չի ուղղված է նրանց, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար, եթե գործադրվեին, իրենք իրենց վրա դուրս կգային, ասում է Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ին արձակված որոշման վերաբերյալ այս հայտարարությունները ոչ միայն ամբողջությամբ աղավաղում այլասերում են իրականությունը, այլև նպատակ ունեն խուսափելու ամենահիմնական պատասխանատվությունից, մարդկային կյանքի իրավունքի խախտման համար անմիջական պատասխանատվությունից։ Այդ որոշումը ոչ թե քննության անարդյունավետության, այսպես կոչված ձևական արձանագրություն է, այլ իրավաքաղաքական վճիռ, որը պարզորոշ մատնանշում է պետության կողմից քաղաքացու կյանքից զրկվելու ոչ արդարացված անհամաչափ եւ անօրինական ուժի կիրառումը։ Իսկ պետության գլուխը այդ պահին Ռոբերտ Քոչարյանն էր, Հայաստանի Հանրապետության նախագահը եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր, որի հրամաններով եւ իմացությամբ իրականացվեց 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունը։ Քոչարյանի պնդումը, թե որոշումը իրեն չի վերաբերում, իրավական առումով ոչ միայն անհիմն է, այլև դիտավորությամբ մոլորեցնող եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում պետության պատասխանատվությունն անմիջականորեն վերագրվում է այդ օրվա, այդ ժամանակվա իշխանությանը, որոնց որոշումների շղթան հանգեցրել է կյանքի իրավունքի խախտման։ Այս դեպքում գնդակահարության, Երևանի փողոցներում խաղաղ ցուցարարներ են սպանվել եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրած փաստերը մահացու ուժի ոչ անհրաժեշտ կիրառումը, անհամաչափ գործողությունները ոստիկանական ուժերի, այդ թվում բանակի եւ բանակային ստորաբաժանումների ներգրավումը խաղաղ ցուցարարների, խաղաղ ցույցերի դեմ, մարդկանց վրա դիմահար կրակ արձակելը, մարդկանց գնդակահարելը, խոսում են մեկ բանի մասին։ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածը եղել է հանցագործություն պետության դեմ։ Պետական հանցագործություն, որի քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կրում են հենց այն ղեկավարները, լեգիտիմ, ոչ լեգիտիմ, համենայն դեպս իրենք են որոշում կայացնողները եղել, այդ օրվա իշխանությունը իրենք են եղել, որոնք այդ հրամանները տվել են այդ գործողությունների համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ վճիռը նաև բացահայտում է այն, ինչի մասին տարիներ շարունակ
մենք խոսել ենք եւ որի մասին հանրության ամենալայն շերտերն են խոսել, համոզված պնդել, որ պետությունը չի կատարել իր միջազգային պարտավորությունները, արդյունավետ եւ անկողմնակալ ու համապարփակ քննություն իրականացնելուն ուղղված ջանքեր չի գործադրել։ Այդ չկատարած պարտավորությունները նույնքան հանցավոր են, որքան հենց սպանությունները, քանի որ դրանք հնարավորություն են տվել մեղավորներին անմիջապես սպանությունը իրականացրած մեղավորներին եւ նրանց հրաման տվողներին խուսափել արդարադատությունից։ Այս ամենը ցույց է տալիս, որ Քոչարյանի եւ նրա քաղաքական համակարգի պատասխանատվությունը ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը ամրապնդվել։ Եվ այստեղ է, որ մենք հանգում ենք նրան, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող սահմանափակվել միայն փոխհատուցման վճարումներով, սա միայն փողի հարց չէ։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշման հիման վրա իրականացնել հետևյալ 3 քայլերը։ Նախ պետք է վերաբացել մարտի 1-ի գործը եւ նոր քննությամբ ապահովել բոլոր փաստերի բացահայտումը, վկաների ցուցմունքների ստացումը եւ իրադարձությունների վերարտադրությունը ու մեղավորների, բոլոր մեղավորների պատասխանատվության ենթարկումը։ Երկրորդ, պետք է սկսել քրեական հետապնդում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց քաղաքական կոալիցիայի առաջնորդների նկատմամբ։ Սահմանադրական կարգ կամ այդ կարգի տապալման եւ պետության զավթման ու սպանությունների կազմակերպման համար։ Այդ իրադարձությունների լուստրացիոն օրենք պետք է ընդունի ազգային ժողովը, որը անմիջապես կսահմանափակի պետության իշխանության եւ պետական հանցագործության այս ամբողջ շղթայի մասնակիցների պետության զավթման եւ ժողովրդավարության դեմ հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված անձանց մասնակցությունը առաջիկա եւ ապագա քաղաքական գործընթացներին, քաղաքական կյանքին։ Ժողովրդավարական պետությունում որևէ, եթե դա իրապես ժողովրդավարական պետություն է, նրանք, ովքեր հրաման են տվել ժողովրդի վրա կրակել, չեն կարող հետագայում առավել եւս հեղափոխական գործընթացների ժողովրդավարական procesների հաստատումից հետո կրկին կանգնել ժողովրդի առջև որպես թեկնածու։ Նրանք, ովքեր կրակել են ժողովրդի վրա, ովքեր վերացրել են խաղաղ հավաքների իրավունքը, ովքեր բռնությամբ փորձել են պահել իշխանությունը, պետք է մեկ անգամ եւ ընդմիշտ զրկվեն ապագայում համապետական, տեղական ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Եվ սա ամենևին քաղաքական վրեժխնդրություն չէ, սա ժողովրդավարական ինքնապահպանման միջոց է։ Պետության եւ ժողովրդի դեմ հանցագործություն կատարածները չեն կարող մասնակցել պետության եւ ժողովրդի ապագան որոշող գործընթացներին։ Սա մեր համոզումն է։ Մարտի 1-ը միայն անցյալի ողբերգություն չէ, այս իմաստով։ Մարտի 1-ը քննություն է մեր ներկայի եւ ապագայի համար։ Եթե այդ օրվա համար պատասխանատվություն չկրի ոչ միայն գործադիրի նախկին ղեկավարը, այլև ողջ քաղաքական համակարգը, մենք գիտենք դրանք ովքեր են։ Քաղաքական կոալիցիա կազմած ուրեմն ուժերը, հանրապետական, հայեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, օրինաց երկիր։ Սրանք այդ օրվա այն կուսակցություններն են, որոնք մաս են կազմել իշխանության։ Բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել այս հանցագործների կողքին, հրաման տվողների կողքին, նրանց մասնակցությունը ապագա քաղաքական գործընթացներին պետք է արգելվի, որտեղ նրանց հետ Հայաստանը չի կարող կառուցել ժողովրդավարական ապագա։ Ժողովրդավարության թշնամիներին, պետության դեմ բռնության գործադրողներին
գիրառողներին, ժողովրդի վրա կրակողներին պետք է օրենսդրորեն արգելվի մասնակցել որևէ ընտրական գործընթացի։ Այդպես մենք կպաշտպանենք պետության արժանապատվությունը, հասարակության հիշողությունը եւ մարդու կյանքի սրբազան իրավունքը։